Նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներքին գործերի նախարարության եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմը ներկայ էին ոստիկանության գվարդիայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկայ են եղել նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչեւ այժմ իրենց իրականացրած ծառայության համար։ Այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում եւ մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար եւ իհարկե կարևոր մի փուլ է ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար եւ ուզում եմ ընդգծել սակայն որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս որ բարեփոխումները ամփոփելու եւ ավարտելու մասին բոլոր մտածումները եւ պատկերացումները անպատեհ են, որովհետեւ բարեփոխում մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետեւ այն պահին, երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխում ավարտել ենք, այդ նշանակում է սկսել ենք հետընթացը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է եւ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը եւ պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները։ Երկրի ղեկավարը նշել է բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, նոր նրբություններ, նոր տեսարաններ, որոնք մինչ այդ տեսանելի չէին եւ անծանոթ էին։ Այս առումով վարչապետը ընդգծել է, որ այսօր ներքին գործերի նախարարությունում, ոստիկանության ծառայությունում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կյանքում բոլորի համար նոր տեսարաններ են բացվում։ Երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, բայց սա եւ երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել ինչքանով կարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհետև դրանք մեծ եւ անսպասելի օրակարգեր են, բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, այդ նշանակում է, որ մենք առաջացել ենք, այսինքն մենք այդ շրջադարձի գագաթը հատել ենք եւ գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա եւ մեր ճանապարհը շարունակվում է եւ այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ մենք տեսնենք, նշանակում է այնքան առաջ ենք ընթացել այդ ճանապարհին։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս, որպեսզի ոստիկանության գվարդիայում ծառայելը ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ոստիկանության ընդհանրապես եւ ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի ոստիկանության գվարդիայի ծառայողը իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք եւ մենք այս գործընթացը զարգացնելու ենք փոխ կապակցելով յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որը մենք անցնում ենք եւ որը մենք պետք է անցնենք միասին եւ ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ մենք անընդհատ այդ ճանապարհին ավելի նոր եւ ավելի հաճելի տեսարաններ տեսնենք, ինչը կնշանակի, որ մենք առաջ ենք ընթանում, մենք զարգանում ենք, մենք անցնում ենք այն ճանապարհը, որը պարտավոր ենք անցնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետության անվտանգության համակարգի նոր էջ է բացվում ոստիկանության բարեփոխումների շրջանակում գործարկվում է 4-րդ հենասյունը՝ ոստիկանության գվարդիան։ Ոստիկանության գվարդիան գործարկվում է այսօր նոր սպառազինությամբ, պատրաստվածություն անցած նոր անձնակազմով եւ վստահ, որ իրականացնելու է պատշաճ կերպով իր առջև դրված բոլոր խնդիրները։
Նախարարը շեշտել է, որ գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է, թե քաղաքացին, թե ծառայողը։ Նրա խոսքով տարիներ շարունակ հասարակական կարգ ապահովող ստորաբաժանումները տարբեր ընկալումներ են ձևավորել, իսկ գվարդիայի ձևավորմամբ կարևոր է կառավարության առաջ քաշած խորքային ուղերձը պետության եւ քաղաքացու հարաբերությունների նոր տրամաբանությամբ։ Մենք չենք պաշտպանում քաղաքացուն պետությունից։ Մեր խնդիրը դա չէ։ Մենք չենք պաշտպանում պետությունը քաղաքացուց։ Մեր խնդիրը դա էլ չէ։ Մեր խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է գվարդիայի ձևավորման գործընթացը, նշելով, որ նախապատրաստական փուլում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, կառուցվածքային ձևավորում, հաստիկների բաշխում, ծառայողի արտաքին նոր նկարագրի սահմանում, վերապատրաստումներ, հոգեբանական պատկերի գնահատում եւ նյութատեխնիկական հագեցվածության ապահովում։ Ներքին գործերի նախարարի խոսքով գվարդիայի շարքերում այս պահին կանգնած անձինք անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստություն, ունեն անհրաժեշտ սպառազինություն եւ հետեւականորեն շարունակվելու է նրանց կարողությունների կատարելագործումն ու նյութատեխնիկական բազայի համալրումը, միաժամանակ նաև տարածքային ստորաբաժանումների ձևավորումը։ Այսօր ուժի մեջ է մտել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտը։ Այս ստանդարտը թելադրում է ծառայողներին ինչպես վարվել, որովհետև տարիներ շարունակ մենք այս հարցի պատասխանը ծառայողներին չենք տվել։ Կարևորում եմ այն, որ ոստիկանության ուժային միջոցների գործադրման ստանդարտը ունիվերսալ է այսօրվանից նաև ամբողջ ոստիկանական համակարգի համար։ Եվ նախադեպը չունեցող ծավալով 10,000-ից ավելի ծառայողներ անցել են ուժային միջոցների ստանդարտով վերապատրաստումներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոստիկանության բարեփոխումների ողջ ընթացքում ցուցաբերած բարձր վստահության համար, ինչպես նաև միջազգային գործընկերներին, օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։ Սիրելի ծառայողներ, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման գործառույթը բարդ եւ պատասխանատու առաքելություն է։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը այդ առաքելությունն իրականացնում է կյանքի յուրաքանչյուր օր, իսկ ոմանք նաև կյանքի գնով։ Խորին խոնարհումս մեր այն ծառայողներին, որոնք զոհվել են հայրենիքի սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ձևաչափով գվարդիան ամենօրյա հետևողական աշխատանքով եւ հետիոտ ընկարգախմբերով կարողանալու է ապահովել հասարակական կարգի նոր ստանդարտ եւ նոր որակ տեսանելի արդյունքներով։ Ամփոփելով խոսքը ներքին գործերի նախարարը շնորհավորել է բոլոր ծառայողներին գվարդիայի ձևավորման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ եւ արժանապատիվ ծառայություն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիան միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով կնպաստի Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը։